Այս ձմեռ մյուսների համեմատ կարծես ձյունառատ էր, որքանով էին պատրաստ միջպետական հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունները ձյունառատությանը, կփորձենք հասկանալ տաղավարում, այստեղ է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը։ Պարոն Խաչատրյան, համայնքներում գոնե թե կան այսպես ասած առաջնային, երկրորդական ճանապարհներ, միջպետական եւ հանրապետական ճանապարհներին այսպիսի մոտեցումներ կան։ Միջպետական եւ հանրապետական ճանապարհներին նմանատիպ առաջնահերթ մոտեցումներ չունենք։ Ունենք կլիմայական պայմաններից, բարդ ռելիեֆային պայմաններից խնդրահարույց հատվածներ, որոնց սպասարկումը ոչ թե առաջնային է, այլ ընդամենը բարդ է եւ խիստ անհրաժեշտ։ Միջպետական ճանապարհահատվածների վրա կարող եմ թվարկել այդպիսի տեղամասեր՝ Երևան-Գյումրի Բավարար ճանապարհահատվածի Քեթի Լեռնանսկի հատվածում, Լիմի Լեռնանսկի հատվածում, Սպիտակի ոլորանների հատվածում, որոնք առաջնահերթություն են անում, որ դրանք դեպի սահման գնացող միջպետական ճանապարհներ են։ Հատուկ ուշադրության կենտրոնում են, որքանով հասկացա։ Ճանապարհները բոլորն են հատուկ ուշադրության կենտրոնում, բոլոր տեղամասերն էլ լինում են առաջնահերթ եւ հատուկ։ Կարծես այս ձմեռը դեռ նահանջել չի պատրաստվում, ձյուն առաջիկայում գուցե լինի, բայց փորձենք միջև այս շրջանը ինչ-որ գնահատականներ տալ։ Որքանով էին ճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստ, արդյոք բավարար աղով, ավազով հագեցվածություն ունեին, տեխնիկան։ Ճանապարհը սպասարկող ընկերությունները դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ, ճանապարհի դեպարտամենտի աշխատակիցների կողմից եղել են պարբերաբար այցեր, ստուգվել են անբարվող տեղամասերում իրենց կուտակած աղի եւ ավազի տեխնիկաների սարքին եւ անսարք լինելու հանգամանքները։ Ընդհանուր առմամբ ճանապարհը սպասարկող կազմակերպությունները պատրաստ են եղել եւ կարողացել են մեծ մասամբ իրենց արժե դրված խնդիրները կատարել։ Ֆորմալ իմաստով երբ է սկսում ու ավարտում ձմեռային սպասարկման շրջանը։ Ձմեռային սպասարկման շրջանը սկսվում է նոյեմբերի 15-ին, ավարտվում է ապրիլի 1-ին։ Պարոն Խաչատրյան, ընդհանուր առմամբ ինչպես է իրականացում այսպես արագ արձագանքումը տարբեր ճանապարհահատվածներում։ Արդյոք կան գործակցություններ, օրինակ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կամ համայնքների հետ։ Այո, իհարկե կան, երբ որ ինչ-որ հատվածում լինում է խնդիր, դա կլինի ձյան հետ կապված, ամառային սպասարկման ժամանակ ինչ-որ փլուզման, հեղեղների հետ կապված համագործակցությունը կա։ Ճանապարհային դեպարտամենտը մշտապես կապի մեջ է եւ համայնքի, եւ փրկարար ծառայության, եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Պարոն Խաչատրյան, կա սահմանված ինչ-որ մի ժամանակահատված, որին պետք է տեղավորվելով այդ ժամանակահատվածում լինի արագ արձագանք եւ ապահովվի ճանապարհի անցանելիություն։ Ընդհանուր սպասարկման ոլորտում դա կարգավորվում է կառավարության որոշումով, այսինքն ըստ թերությունների կախված է դրա ժամկետը, ինչքան ժամանակում պետք է կապալառու ընկերությունը վերացնի այդ թերությունները, իսկ կոնկրետ Եթե մի քանի օր շարունակ անդադար ձյուն է տեղի ունեցել, այս պարագայում ինչպես է կարգավորվում այդ։ Ձմեռային սպասարկման ժամանակ անդադար ինտենսիվ ձյան դեպքում ժամկետ չի պահանջում, այսինքն ձյունը հենց սկսվում է, այդ պահից անցնում են եւ ճանապարհը սպասարկող ընկերությունները եւ դեպարտամենտի աշխատակիցները անցնում են արտակարգ ռեժիմի, 24 ժամյա ռեժիմով աշխատում են այնքան ժամանակ, անհրաժեշտության դեպքում հերթափոխով, անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերության կողմից նոր տեխնիկաներ ներգրավելով, միջև ճանապարհը դառնում է անցանելի։ Պետք է ճանապարհը անցանելի լինի, որքան հնարավոր է շուտ։ Աշխատանքների որակի պատշաճ մատուցումը ծառայությունների ինչ մեխանիզմներով է իրականացնում վերահսկողություն այս իմաստով ճանապարհային դեպարտամենտը։ Վերահսկողությունը կատարվում է հետևյալ մեխանիզմով։ Ճանապարհային դեպարտամենտը ունի տարածքային ինժեներներ, ովքեր լինում են տարածաշրջաններում, ստուգում են ճանապարհի սպասարկող ընկերությունների կողմից կատարված աշխատանքը, ճանապարհային ընկերությունների կողմից թերի կատարված աշխատանքների դեպքում արձանագրվում է, ողջամիտ ժամկետ է տրվում սպասարկող ընկերություններին, սպասարկող ընկերությունները սահմանված կարգի համաձայն ժամկետները նշվում է սահմանված կարգով, կառավարության որոշում ունենք։ Իսկ կան հատուկ պահանջներ, թե ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն սպասարկող կազմակերպությունները նույն ձմեռային սպասարկման գործընթացն իրականացնելու համար։ Դա կարգավորվում է կառավարության որոշումով, ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքով եւ կապալառուի հետ կնքված պայմանագրով։ Տարբեր թերություններ, տարբեր խախտումներ ունեն իրենց վերահսկման ժամանակահատվածները 8 ժամ, 1 օր, 3 օր, 4 օր տարբեր են դրանք, տարբեր թերությունները տարբեր են։ Արձանագրվում է եւ ողջամիտ ժամկետ է տրվում սահմանված կարգին համապատասխան, կատարելուց կապալառու ընկերությունը պարտավոր է վերահսկված թերության մասին տեղյակ պահել պատվիրատուին։ Տվյալ դեպքում տարածքային կառավարման նախարարությանը։ Իսկ եթե նորից արձանագրվում այդ թերությունը, որը որ պատշաճ չի վերահսկվել կամ թերությունը ընդհանրապես չի վերահսկվել, կատարվում է համապատասխան
ամսվա համար նվազեցում իրենց վճարված գումարի, նվազեցում սահմանված կարգին համապատասխան չափաբաժնով։ Իսկ կան ինչ-որ ճանապարհահատվածներ, որտեղ սպասարկող ընկերությունների մրցույթներ այսպես չեն իրականացել, ու եթե կան, ինչպես է իրականացվում դրա ձնամքրման աշխատանքները, օրինակ ձմեռային շրջանում։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում միջպետական եւ հանրապետական բոլոր ճանապարհները սպասարկվում են։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։